Իրականում տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաև սովորեցնում են, չգիտեմ թե ինչ մակարդակով է պետք խնդիրներ լուծել, բռնությունը ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ, նույն այդ ենթամշակութային հարաբերությունները ինչքան կարևոր կարող են լինել, կամ որ օրինակ էմոցիա չի կարելի արտահայտել, եթե լացեցիր տղա, իսկական տղա չես եւ այլն, սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսևորումներ են, սրանք նաև տղամարդկանց հետ կապված խտրական դրսևորումներ են, ավելին նաև խոսք գնաց երեխա ունենալ չունենալու, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պայմանների, բավարար պայմանների առկայության մասին, այստեղ էլ կուզենամ հատուկ շեշտադրել, որ այո, խթանող միջոցների բացակայությունը, ինչքան էլ մենք հռչակագրային առումով հայտարարենք, որ վայ, մենք ցանկանում ենք, որ կանայք ներգրավվեն աշխատանքային միջավայրում հանրային կյանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու հնարավորության համար միանշանակ խնդիրներ առկա են լինելու։ Օրինակ հիմա էլ են առկա։ Օրինակ նորածին երեխա ունեցող մայրը պիտի հնարավորություն ունենա աշխատավայրում, այդ թվում որոշակի կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում իր երեխային կերակրելու։ Հիմա այդ հնարավորությունը օրենսդրությամբ թեև սահմանել ենք, բայց մի շարք աշխատանքային միջավայրերում սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։